Բարև ձեզ, Արարատնյութի տաղավարում է Գոհար Համբարձումյանը, բարև ձեզ պարոն Համբարձումյան, շնորհակալ ենք մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Համբարձումյան, ի՞նչն էր պատճառը դերասանական կարիերան մի կողմ թողնելու և քաղաքականությամբ զբաղվելու։ Իսկ ով ասում, որ մի կողմ եմ թողնում։ Չկա նման բան, ես չեմ պատրաստվում իմ դերասանական կարիերան մի կողմ դնեմ։ Բնականաբար ես շարունակելու եմ ստեղծագործել, դա չեմ կարծում, որ ինձ կխանգարի ստեղծագործել։ Այսինքն կարողանալու եք համատեղել։ Իհարկե։ Հաճախ է կարծիքներ լինում, որ քննադատություններ դերասանները կամ երգիչները իրենց հայտնիությունն օգտագործում են այս կամ այն ուժի համար, հետո հետ վերադառնում իրենց կարիերային։ Կարծում եմ դա ինձ չի վերաբերվում, որովհետև ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ։ Դա չի կարող որևիցե կերպ իմ վրա անդրադառնալ։ Այսինքն պատգամավոր չդառնալու տարբերակում ես չեմ պատրաստվում հրաժարվել իմ կուսակցական լինելուց ու վերադառնամ միտեղ, որտեղից չեմ էլ գնում։ Եթե հնարավոր կարճ պատմեք, ինչու հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ու երբանից։ Ինչու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դա ժողովրդի կուսակցությունն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանության է եկել եւ մինչեւ այսօր իշխանության է արդար, ազատ ընտրությունների շնորհիվ, ժողովրդի մանդատով։ Այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբեք չի առաջնորդվել այն մտքով, որ ինչքան ուզես, այդքան խփենք։ Վստահաբար անգամ այս հարցից հետո ձեզ ասելու են դերասան է, թողի դերասանությամբ զբաղվի, պատրաստ եք դիմագրավել։ Տեսեք, ուրեմն շատ թյուր ըմբռնում կա այն մարդկանց շրջանում, ովքեր որ դա թմբկահարում են։ Ես նախադեպ չեմ որպես դերասան, որ ցանկություն ունի հայտնվել ազգային ժողովում։ Ազգային ժողովում համենայն դեպս մեր եղել է եւ դերասան, եւ կա օրինակները շատ են։ Իսկ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ են այդ օրինակները։ Ու այստեղ ինչ որ սենսացիա տեղի չի ունեցել։ Ես չեմ նշանակվել ֆինանսների նախարար, որ ասեն դերասան ինչ ֆինանսների նախարար։ Ես կարծում եմ, որ ազգային ժողովը դա այն կառույցն է, որտեղ յուրաքանչյուր պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչ պետքա լինի։ Շատ լավ է, որ թիմում կա մարդ, ով կարող է ներկայացնի արվեստի խնդիրները եւ լիքը հարցեր, որոնք պետքա հենց առաջին մակարդակով բարձրացվեն, կա այդ մարդը, բայց եթե չկա, ցանկալի է լինի մեկը, ով գոնե ինչ որ չափ տիրապետում այդ մասնագիտությանը, այդ ոլորտին, հա, այսպես ասեմ։ Ու ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր մարդկանց իրենց մասնագիտություններով են չափում։ Տեսեք, նույն մեր թիմակից Վալոդիայի Հակոբյան խոսում էին, որ առաքիչը падգամավորի թեկնածու, դա ինչ կրիտերիաներ են, ինչ մոտեցում է ընդհանրապես։ Ինչ որ չափ հասկանում եմ, մարդիկ սովոր են եղել այդ քրեաօլիգարխիկ բարքերով կազմված ազգային ժողովներ տեսնելուց, որոնց համար падգամավորական մանդատը եղել է զուտ այդ մենաշնորհներից օգտվելը, զուտ եղել է մեքենաների վրա պետհամարանիշները, որոնց չէին կանգնացնում, իրանց բարեկամներին աշխատանքի տեղավորելը, ինչը այդքան էլ վատ բան չի, բայց կիրթ մարդկանց կարելի է տեղավորել աշխատանքի։ Ու ես կարծում եմ, որ այս այնքան շատ թույլ թեմա է ու կրթական առումով այնքան ցածր կրթական ցենզի մասին է խոսում, որ անգամ դրան անդրադառնալը ոնց որ դու նույնպես այդ նույն թելը ես իրանց հետ, էլի։ Ձեր ասածին դեռ կվերադառնանք, քաղաքականության մեջ որոնք են լինելու ձեր կարմիր գծերը, սկզբունքները։ Քաղաքականության մեջ իմ կարմիր գծերը եւ իմ սկզբունքները դրանք մենակ իմը չեն։ Ես առաջնորդվում եմ մեր քաղաքական թիմի դիրքորոշումներով,
մեր քաղաքական թիմի ղեկավարի դիրքորոշումներով եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այն կուսակցություններից է, երևի թե հիմա եղած միակ կուսակցությունն է, որտեղ յուրաքանչյուրը ունի եւ իր կարծիքը, եւ իր դիրքորոշումը, եւ դրա հետ հաշվի են նստում բոլորը։ Այսինքն մեր կուսակցությունում բոլորը կարող են հանգիստ արտահայտվել առանց մտածելու, որ իրենց խոսքը կարող է հետո հակառակ էֆեկտ ունենա հենց իր դեմ։ Ձեր նախորդ մտքի հետ կապված հիմա հատկապես Սամվել Կարապետյանի ուժը այդ թեզն է առաջ տանում, որ Սամվել Կարապետյանը հեծն է կառավարել մի շարք ընկերություններ ունի, տնտեսական առումով նա կարող է գալ ու երկիրը ոտքի կանգնեցնել։ Իսկ պարտադիր է ունենալ ընկերություններ, բիզնես, որ տեսեք, եթե ես չեմ սխալվում, իրենք ժամանակին իշխանության են եղել։ Իշխանության մի մաս են եղել, շատ մտերիմ լավ հարաբերություններ են ունեցել իշխանությունների հետ։ Ով էր իրանց ձեռքը բռնել, ով էր խանգարում, որպեսզի իրանք այս ընտրությունների շրջանում նման խոսույթ ունենային։ Այսինքն ասեին 300,000 աշխատատեղ, չգիտեմ, գործարաններ բացենք, ով էր խանգարում, ով իրանց ձեռքը բռնել, ով թույլ չի տվել։ Իսկ միգուցե հիմա, քանի որ ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, որը տեղ-տեղ մարդկանց մոտ շատ սխալ է անցալվում ու դա վերածվում է լպիրշության, որը չի կարելի թույլ տալ։ Միգուցե այս ամեն ինչն է պատճառ հանդիսացել, որ իրանք մտածել են, որ եթե շատ փող կա, ուրեմն մենք կարող ենք այս պետությունը վերցնենք, ոնց ուզենք, տենց էլ կառավարենք։ Կարծում եմ, ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ իրենց մոտ դա չի ստացվի։ Մեր հասարակությունը այլևս երբեք պատրաստ չի լինելու հետընթաց կատարի, հետ չի գնալու բարքերի։ Մեր հասարակությունը 2018 թվականին ինչ տեղի ունեցավ։ Ովքեր եւ ում էին մերժում։ Հասարակ ժողովուրդը մերժում էր այն բարքերը, որոնք կային մեր պետությունում։ Հիմա ովքեր ինչն են մերժում։ Այդ բարքերի կրողները մերժում են ժողովրդավարությունը, այսինքն մերժում են հասարակ ժողովրդին։ Սա ամենապարզ բանն է, որը մեր հասարակությունը ակնհայտ տեսնում է։ Այսինքն դու չես կարա տեսնես այն իրականությունը, որը կա, ու ասես, չէ, այդպես չի, մենք ուզում ենք հետ գնանք, ուզում ենք ապրենք նենց ոնց որ ժամանակին ապրել ենք, դից չի լինում։ Դե իրենք երբ որ ասում են ուզում ենք հետ գնանք, ասում են այն ժամանակ գոնե Ղարաբաղը կար։ Ուրեմն 30 տարի Ղարաբաղի հարցը թմբկահարելով մարդիկ իշխանություն են պահել։ Հիմա այդ նույն մարդիկ մի շրջան մեր իշխանությանը մեղադրում էին անընդհատ պատերազմի վտանգի մասին խոսելու համար ու իրենց ասելով իշխանությունը պահում էին այդ թեզով։ Հիմա այդ մարդիկ կոնկրետ խաղաղության գործընթացը կասկածի տակ են դնում իրանց համար։ Հիմա ես մի բան եմ ուզում հարցնեմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանություն էր պահում պատերազմի վախի սպառնալիքի տակ, ինչի գնաց խաղաղության։ Ինչի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում նախագահ Թրամփի վկայությամբ նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ձեռք էր տալիս պահել իշխանությունը պատերազմի վտանգի թեզի տակ։ Լավ, այս քոլեջի մանկապարտեզի մակարդակի խոսակցություն էլ չի էլի։ Այդ մարդիկ ինչ ուզում անեն, խոսեն հայրենասիրությունից, ասեն թե ինչքան են սիրում մեր երկիրը ունենալով մի քանի երկրի քաղաքացիություն։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի հյուպատոսության դիմաց
մեր հյուպատոսության դիմաց կազմակերպեն հավաքներ, բողոքեն մեր իշխանությունից Ռուսաստանում, հավաքեն հայերի Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց, բողոքեն Հայաստանից։ Ինչ հայրենասիրության մասին այդտեղ կարա խոսք գնա։ Այդ ինչ հայրենասիրություն է։ Այդ մարդիկ ինչքան էլ ամենաանհարմար տեղերից էլ բոմբ գցեն, չեն կարա այս ժողովրդին համոզեն, որ այդ հայրենասիրության իսկական մոդելն է։ Դու չես կարա մի քանի $1000 լուք հագնես ու ժողովրդին գնաս հավաքես, ասես ես եկել եմ ձեզ աղքատությունից հանեմ։ Տենց չի լինում։ Դու չես կարա լոռոպիանայի բոթասներով, որոնք կարա Google-եք տեսնեք, թե դրանք ինչ արժեն։ Դու չես կարա տենց մարդկանց ասես, որ դու իրանց ուզում ես օգնես։ Տենց չի լինում։ Ժողովուրդը միամիտ չի։ Նայում է, չէ, տեսնում, ասում է, «Էй, խետ մարդը չի ուզում տենց շորեր հագնի։ Խետ մարդը չի ուզում լավ հագնվի»։ Բայց ո՞նց ալնում, որ 1000, 2000, 3000 հոգի մարդ հավաքվում է, մենակ դու ես ատի գոլոչկի հագնված։ Ու դու ասում ես, որ ես կփրկեմ։ Տպավորությունը, որ ամեն ընտրությունից առաջ ինչ-որ փրկիչներ են գալիս մեր երկիր ուրիշ տեղից։ Ու ասում են, մենք եկել ենք ձեզ փրկենք։ Ձեր ցավը տանեմ, այս ժողովուրդը փրկության կարիք չունի։ Մի խաբեք այս մարդկանց։ Ինչից եք ուզում փրկեք։ Ուզում եք առողջապահության ապահովագրությունից փրկեք, այո, փրկել եք, երկար տարիներ փրկել եք, չեն ունեցել այդ մարդիկ այդ ապահովագրությունը, չեն կարեցել, սրտից հիվանդել են, մահացել են, չեն կարեցել, չեն բուժվել, չի եղել, պետպատվերն էլ ասել են գնացեք հեռու, չի հասել իրանց։ Խաղաղությունից եք ուզում փրկեք, այո, փրկել եք, երկար տարիներ պատերազմի մեջ պահել եք այս ժողովրդին, այո, փրկել եք, ապրեք, շատ լավ փրկել եք։ Ինքնիշխանությունից պետություն, իրական պետություն ունենալու, իրական Հայաստան ունենալու գաղափարից, այո, փրկել եք։ Շնորհակալ ենք, էլ պետք չի փրկել։ Մենք փրկվել ենք արդեն։ Մենք ունենք եւ մեր ինքնիշխանությունը, եւ խաղաղություն ունենք հողի վրա, եւ ունենք առողջապահության ապահովագրություն, որ իմ հայրը, մայրը ու ինպես հազարավորների օգտվում են դրանից ու ես հանգիստ քնում եմ գիշերը, որովհետեւ մտածում եմ, որ մի բան լինի, բնականաբար պետությունը օգնելու է, եթե ես էլ չկարողանամ ֆինանսապես։ Այդ ֆինանսապես ինչի համար շեշտեցի, որովհետեւ ինձ շատ են ասում, որ ուզում է падգամավոր դառնա, որ գնա փող աշխատի, փող չունի, փողի հոտ է առել։ Ուզում եմ ձեր մոտից էլ ասեմ, որ ես 33 տարի փողի հոտը շնչում եմ, գիտեմ այդ ինչա ու կարիքը չունեմ գնամ այդ հոտը ուրիշ տեղից առնելու։ Այս մակարդակի վրա մարդիկ ուզում են այս պետությունը ուր տանեն։ Չգիտեմ, լավ տեղ չեն տանի։ Վերջին տարիներին մենք ընդդիմության կողմից բազմաթիվ փորձեր տեսանք իշխանապողության սրբազան շարժումից մինչև impeachment, նախ հայտարարում էին, որ փողոցով է պետք հետո impeachment-ով, բայց հիմա օրինակ Լևոն Քոչարյանը իր արդեն նախընտրական հանդիպումներում հայտարարում է, որ ընտրություններով հնարավոր է իշխանապողության հասնել, բայց միաժամանակ իրենք պնդում են, որ Հայաստանում բռնապետություն է, բազմաթիվ քաղբանտարկյալներ կան։ Ես չեմ կիսում այն թեզը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, կարանք դրան չանդրադառնանք։ Ինչը վերաբերվում է Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել, այո, ընտրությունները դա միակ լեգիտիմ տարբերակն է, որ ժողովուրդը կորոշի ով կլինի 2026 թվականի հունիսի 7-ից հետո իր բանագնացը ամբողջ աշխարհում, ոչ մենակ Ռուսաստանում, աշխարհում, քանի որ մենք աշխարհի համար բաց ենք արդեն իսկ։ Այսօր Հայաստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը, շատերը պատմական են անվանում, քանի որ նման մակարդակի այց չի եղել, օրինակ Քոչարյանը, բայց նրա այց չառասրակ թրիփը անվանում է սպառնալիք անվտանգային, բայց միաժամանակ հենց ընդդիմադիր շրջանակներն էլ բազմաթիվ նամակներ են գրում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան կամ պետք է Բաքվում պահվող մեր ռազմագերիներին ազատ արձակել, այստեղ նոնսենս կա։ Դե հիմա տեսեք,
ինչի համար են TRIP-ը համարում ոչ արդյունավետ նախագիծ ու նույն այդ նախագծի եւ հեղինակների sense մեկնաբանեմ, հա, եւ հեղինակների եւ այդ նախագծի կյանքի կոչվելու մեջ ներդրում ունեցած ֆիգուրներից մեկին խնդրում են, որ քաղբանտարկյալների հարցով զբաղվի, ռազմագերիների հարցով զբաղվի, ինչ են ուզում այս մարդիկ։ Իրականում ինչ են ուզում իրանք։ Իրանք մի բան ասում են, մի բան անում են, իրանք ասածին հակադարձում են, հա քաղաքականությունը ինչ որ տենց լողացող էֆեկտ էլ ունի, բայց ոչ էլի էս տեսակ։ Այո, Վենսի այցը շատ կարևոր է եւ տարածաշրջանի համար, առավել եւս մեր պետության համար։ Շատ կարևոր։ Դա փաստացի մենք պետք է արձանագրենք, որ Ամերիկայի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում հաստատված է։ Հաստատված։ Այն մարդիկ, ովքեր ժամանակին ասում էին, որ Բայդենի կառավարությունը կհեռանա ու պայմանավորվածությունները առ ոչինչ են, դրանք ոչ միայն թղթի վրա մնացին ու հաստատվեցին ու իրագործվում են, այլ ավելի հստակ քայլերով են գնում առաջ։ Հիմա այդ նույն մարդիկ ասում են 5 տարի հետո Թրամփը գնա, մեկ ուրիշը գա, ախր Ժորժ ջան, այս բանը չի էլի մեր հարևան բարեկամ երկրների քաղաքականությունը չի։ Սա շատ լուրջ քաղաքականություն է։ Մենք խոսում ենք գերտերության մասին, որը ասում է մի բան ու անում է, ոչ թե երաշխավոր է լինում ու թողնում է մենակ։ Մի կողմից էլ նշում են, որ սա պարզապես պրոտոկոլային այց է, ասում են Ադրբեջան է գնալու զենքերի վաճառքից խոսեն, իսկ այստեղ ուղղակի գալիս է նախընտրական աջակցություն ցույց տալու իշխանությանը։ Որ ռուս-ուկրաինական պատերազմը չլիներ, ամեն ինչ աշխարհում հանգիստ լիներ, Վենսը որ գնա Ռուսաստան, այդ նույն թեզերը առաջ տանողները գնալու էին Ամերիկայի դեսպանատան դեմը ծափեր տային, չէ՞ որ գնացել է Ռուսաստան։ Ռուսաստանա գնացել, մեր համար է մի բան կասի։ Մեր համար ասելու, մեզ ասելու համար Վենսը Հայաստանի Հանրապետությունում է։ Ինքը մեզ միջնորդավորված բան չունի ասելու։ ԱՄՆ-ն Հայաստանի հետ խոսում է տետ-ա-տետ, առանց միջնորդների։ Մենք վաղուց ու շատ լավ է, մենք դուրս ենք եկել միջնորդավորված խոսակցություններից։ Հայաստանի Հանրապետությունը շփվում է աշխարհի հետ իր դեմքով, իր արտգործնախարարով, իր վարչապետով, իր մնացած կառույցներով։ Եվ սա փաստ է, որը պետք է արձանագրել ի օգուտ մեր ժողովրդի, ի ուրախություն մեր ժողովրդի եւ երևի թե ի տխրություն բոլոր նրանց, ովքեր տխրում են, որ Ռուսաստանի հետ չենք համաձայնացնում նման բաները։ Այլևս հաճախ ընդդիմությունը մեղադրանքներ հնչեցնում, թե արտաքին պարտքը որտեղ է գեներացվում։ Մենք տեսանք դրա պատասխանը, երբ որ Պաշտպանության նախարարությունը տեսանոթ հրապարակեց Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այցի ժամանակ, ցուցադրվեցին բազմաթիվ արդիական զենքեր, որոնց մեջ կային նաև ԱԹՍ-ներ եւ այլ տեսակի այլ զինատեսակներ, նաև հայկական արտադրության։ Հիմա ընդդիմադիր շրջանակները հաստատապես անվանելու են նախընտրական քարոզչություն։ Նաև քիչ առաջ ես տեսա Սուրեն Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որ ցուցադրվելու են կառուցված ամրաշինական շինությունները, այդ մեղադրանքներին ինչպես կհակադարձեք։ Տեսեք, ինչ է նշանակում նախընտրական քարոզչություն։ Այդ 8 միլիարդը, որ ազգային ժողովում վարչապետին հարցնում էին, որ ավելացել եք պարտքը, ինչ է կարել, որ վարչապետը ասեց զենք են կարել։ Այդ կարող է 3 էր այդ խոսակցությունը։ Կամ կարող է իմ գալուց առաջ էր այդ խոսակցությունը։ Ինչ նախընտրական քարոզարշավ։ Այսինքն, եթե դու քո պետության համար բան ես անում, եթե դու ամրացնում ես քո բանակը,
քո զինանոցը, քո համազգեստը դու նախընտրական քարոզարշավ ես անում։ Եթե տենց է, ուրեմն այս ամբողջ կառավարման տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագիրը նախընտրական քարոզարշավ է։ Դե առհասարակ քաղաքական տրամաբանությունը դրա մեջ է, քարոզարշավը հենց սկսվում է ընտրվելու հաջորդ օրը։ Դուք պետք է աշխատես, որպեսզի ընտրվես։ Իհարկե։ Ինչի մասին է խոսքը, ինչ նախընտրական քարոզարշավ։ Հա եթե երեքներ կարային ինչ-որ մի բան ասեն, բայց դա process է։ Զենքը գումարը որ փոխանցեցիր, վաղը չի գալիս։ Կամ դա բանկային գործարք չի, որ գցեցին քարտիդ միանգամից նստեց։ Դա process է։ Ու այդ process-ը փակ process է։ Իսկ եթե դա փակ process է, դա չի կարա լինի ընտրական քարոզարշավի մի մաս, որովհետև հանրությունը դրա մասին իմանում է այն ժամանակ, երբ որ դա կարելի է ասել։ Զարմանում եմ ուղղակի այդ մարդկանց մտածելակերպի վրա։ Հա դե 40-ականների, 30-ականների, 50-ականների զենքեր չեն։ Եվ վերջին հարցը, ձեր շփումները, հանրային շփումները ինչ են ցույց տալիս, քաղաքացիական պայմանագիրը որքան ձայն կարող է հավաքել։ Տեսեք, կարծում եմ այդ հարցը ավելի քան վստահ եմ։ Չարժի տալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տոկոսներ ասող չի։ Մենք չենք կարող ասենք, որ մենք այսքան տոկոս ենք հավաքել։ Դա ո՞նց կարա տենց բան։ Դե հակառակ կողմը օրինակ ասում է, որ Սամվել Կարապետյանն ավելի շատ է հավաքելու իրենց թվերը։ Շատ լավ է, թող ասեն։ Հունիսի 7-ին տեղի են ունենալու ընտրություններ։ Ժողովուրդը իր քվեն տալու է։ Ժողովուրդը իր քվեն տալու է խաղաղության համար։ Ժողովուրդը իր քվեն տալու է խոսքի ազատության համար։ Ժողովուրդը իր քվեն տալու է զարգանալու, բացվելու, աշխարհի հետ բաց հաղորդակցվելու համար։ Վստահաբար ժողովուրդը իր քվեն չի տալու փակվելու, վանդակների մեջ ապրելու, մի պետության կողմից ուղղորդվելու ու կոնկրետ պետության շահերը առաջ տանողների համար։ Ես վստահ եմ, որովհետև մեր ժողովուրդը այսքան տարիների ընթացքում շատ բան է տեսել, շատ բանի միջով է անցել ու հիմա ինքը իր գնահատականը հենց 26 թվականի հունիսի 7-ին շատ պարզ կտա։ Այսքանը պարոն Համբարձումյան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։